ամենամուլտիպլիկացիոն ողջույնները փոքրիկներին։ Ինչու՞ միայն փոքրիկներին։ Ողջույն, սիրելի մեծեր եւ փոքրիկներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում արդեն 23 տարի։ 23 տարի կապույտ էկրաններից ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Սիրելի փոքրիկներ, ձեզ նաև ողջունում են մուլտաշխարհի բոլոր հերոսները եւ մեր ժամապահ Քերին, ով գտնվում է այս տեսակցիկի ետևում։ Նա ձեզ թաթիկով է անում։ Քերի, երեխաներն էլ քեզ են թաթիկով անում։ Տեսեք, դուք ձեր գունավոր մատիտները պատրաստ պահեք։ Սև կախարդական մատիտը, ռետինե ջնջոցը, որպեսզի սխալվելուց ուղենք Քերի Մուլտիկնիկի տաղավարում կհայտնվի հենց Քերու օգնականը։ Պոնչո Սանչոն, հիշում եք անցած շաբաթ ես ծանոթացրի, նույնիսկ նկարեցինք նրան։ Դուք արդեն նրան նկար ուղարկել եք, դե փոստով կհասնի։ Հիմա կասենք կախարդական խոսքը։ Քերի Մուլտիկնիկի օգնականը, Պոնչո Սանչոն, հայտնի այստեղ գուցե նա էլ առաջադրանքը տա, թե այսօր ինչ մուլտիպլիկացիոն հերոս ենք նկարելու։ Պատրաստ եք։ Ասում եմ պատրաստ եք։ Միասին ասում են կախարդական խոսքը։ Պոնչո Սանչո, հայտնվիր, այլ բուլդա։ Ողջույն Սանչո, ողջույն Քերի։ Ես խոստացել էի փոքրիկներին, դու ներկա կգտնվես մեր հաղորդմանը։ Այո, կրկին ողջույն իմ շատ սիրելի երեխաներ։ Ես ձեզ շատ էի կարոտելի դեպ։ Նաև խոստացա փոքրիկներին, Սանչո, որ այսօրվա մուլտիպլիկացիոն հերոսը որ պետք է նկարենք, դու խորհուրդ տաս թե ինչ հերոս նկարենք։ Ես խորհուրդ տամ։ Այո։ Շատ լավ։ Գիտես Քերի, ես մի լավ բան մտածեցի։ Այո։ Քանի որ ես ունեմ ավանակ։ Ինչ ունեք։ Ավանակ։ Ճիշտ է։ Մեծեր եւ փոքրիկներ։ Դուք երևակայության պատկերացրել եք, թե ես կանգնիր ու Սանչոն որ հերոսներին ենք նման։ Ապրես։ Փոքրիկ ասում է Դոն Կիշոտը եւ Սանչոն։ Այդպես էլ կա։ Լավ, Սանչո, ավանակ նկարենք, ասում ես։ Այո, ավանակ։ Քանի որ ավանակը, իմ ավանակը շատ տանջված է։ Այո։ Ես ուզում եմ նրան խրախուսել։ Այո։ Ուրեմն այսպես անենք։ Նկարենք ավանակ, որը արթնացել է առավոտ շուտ եւ սուրճ է ըմբում իր խալաթով։ Խալաթով։ Այո։ Ավանակը։ Այո։ Սուրճի գավաթով։ Այո, պետք է ավանակս մի փոքր հանգստանա։ Լավ, եկեք պարգևատրենք քո ավանակին։ Այո։ Գիտեք ինչ, ավանակները շատ աշխատասեր են, շատ բարի կենդանիներ են։ Մեր Սանչոն ճիշտ է ասում, սիրելի փոքրիկներ։ Մի քիչ հանգստություն տանք մեր մուլտիպլիկացիոն ավանակին։ Պատրաստ ենք։ Այո։ Բայց մենք ինչ ունենք հայտարարելու, Սանչո։ Հա, ես քեզ, դա։ Մոռացել։ Ասեմ։ Ուրեմն, դեկտեմբերի 24-ից 30-ը Վանաձորի տիկնիկային թատրոնում տեղի կունենա ամանորյա երաժշտական ներկայացում, որի անունն է կախարդական վրձինը։ Ճիշտ է ասում, ես հիշեցի։ Ուրեմն, քանի որ Սանչոն ձեզ դեկտեմբերի 24-ից 30-ը հրավիրեց Վանաձոր, դիտելու կախարդական վրձինը ամանորյա հեքիաթ ներկայացումը երաժշտական, ասեմ, որ ովքեր են լինելու այդ ներկայացմանը, դուք էլ կմասնակցեք։ Լինելու է մեր օգնական Պոնչո Սանչոն, Քերի Մուլտիկնիկը, ձեր շատ սիրելի ձմեռ պապը։ Իհարկե, այնտեղ կլինեն չար կախարդը, ավազակները, մարդակերը, բայց նաև ունենք բարի հերոսներ, Կոշկավոր կատուն, Քուչին, Շունիկը։ Իսկ Երևան քաղաքի փոքրիկների եւ մեծերի համար ինչ կառաջարկես։ Ուրեմն, դեկտեմբերի 14-ին այո, Բոհեմ թատրոնում ուղիղ ժամը 18:00 տեղի կունենա մեր Մուլտիկնիկ 2025 ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա ուշադրություն 15-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը։ Այնտեղ կլինեն կրկեսային արտիստներ, սիրելի փոքրիկներ, երգիչ-երգչույներ փոքրիկ, պատանի փոքրիկ, պարային խմբեր, բոլորը մրցանակ կստանան, քանի որ նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ այս տարի գեղեցիկ երգեր, բարեր են մատուցել մեր փոքրիկ հեռուստադիտողներին եւ հանդիսատեսին։ Այո։ Ուրեմն 060 հեռախոսահամարը, այո, տոմսերի համար զանգարում եք 060 27 60 00, որտեղ Տոմսարկղ կետե։ Ապրեք։ Լավ, Սանչո, երկար բարակ չխոսենք, մեր ավանակին նկարենք։ Այո։ Նրան տանք ազատություն։ Հիմա խնդրում եմ ժպիտով ավանակ նկարենք։ Լավ, իսկ եթե ժպիտով չնկարենք, մի քիչ մտածող։
Ոչ։ Խելացի։ Խելացի, այո։ Այո, խելացի։ Դե լավ, եկեք նկարենք մեր մուլտիպլիկացիոն։ Մի քիչ էլ ծիծաղելի ավալակին։ Տեսեք։ Ես նկարելու եմ սկզբից ձախ աչքը, ձվաձև կլորիկով։ Հետո դունչիկն եմ նկարելու այսպես։ Այսպես, լավ շփիթը նկարեցի։ Երկրորդ աչքն եմ նկարելու։ Հետո կիսալուսնաձև սևիկները աչքերի, այստեղ քթանցք, հոպ։ Ներքևի շրթունքը, կզակը, մազիկելիկներ տանք։ Հա, մի Քոյշուկի նման։ Այո։ Այսպես։ Մազիկելիկներ, երկար ականջները, հոպ, 1, 2, Իդեպ իմ ավանակին շատ է նման։ շատ լավ է։ Կոպերը, ականջին խորություն ենք տալիս, պարանոցը։ Պարանոցի վրա մազի էլիթելիկներ, տեսեք, իշուկի գլուխը նկարեցիք, բայց Սանչոն բարդ առաջադրանք հետվել, որպեսզի մենք նրա իշուկի նկարենք խալաթով, այդպես գոտիով, սուրճի գավաթով, զարմանալի է։ Լավ, կնկարենք Սանչո։ Այստեղ խալաթն ենք նկարում, հոպ, հոպ։ Տեսեք, խալաթի գոտին այստեղ հանգույցը կնկարեն։ Նոր վերջում խալաթ կնկարենք։ Այսպես։ Այ հիմա օձիկը խալաթի։ Խալաթը այսպես կիչեցնենք, ներքև։ Շատ թագավորական եղավ Սանչո։ Ավանակին շատ չէ, թե նա արժանի է։ Ինձ վայել ավանակ է։ Ձեզ վայել։ Այո։ Իսկ իմ ձյուկը, լավ, մի օր էլ իմ ձյուկին կնկարենք։ Եղավ։ Տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, խալաթի թևիկը այսպես կնկարեմ։ Իսկ քո իշուկին որտեղ ես ուղարկել, որ այսպես հանգստանում է։ Եգիպտոս։ Եգիպտոս։ Այո։ Լավ, հասկացա։ Այստեղ քանի որ մուլտիպլիկացիոն կերպար է, Սանչո ջան, նրան կճղակ չենք տա կամ սմբակ։ Կտանք ձեռքեր մուլտիպլիկացիոն, հա։ Այո։ Որպեսզի սուրճի բաժակը կամ սուրճի գավաթը կարողանա բռնել։ Բութ մատիկը ծալված մուլտիպլիկացիոն 2 կամ 3 մատիկները, այստեղ գավաթի պոչիկը, այսպես, ու սուրճի գավաթը, մեծ սուրճի գավաթը։ Իսկ նա ինչպես է սուրճը սիրում, սառը, դառը, թե քաղցր։ Սառն է սիրում։ Սառույցով, իր ամեն ինչով, թաքսավենիքով։ Խալաթը նկարեցինք, իշուկի, մյուս թևիկն ենք հիմա նկարում, ու նա շատ գոհ կլինի, գիտես, Սանչո։ Այո։ Այսպեսի պատվի արժանանալու համար։ Ձախ ձեռքն նկարեցինք, հիմա ոտքերը կնկարենք, կոշիկներ չենք նկարի, ուղղակի հողաթափիկներ կտանք։ Այո, հողաթափեր։ Ժամանակը ինչպես է, պետք է շտապել, քերի, այստեղ ոտքերը, հողաթափիկները, ամենակարևորը Սանչո, ես փոքրիկներին սովորեցնում եմ շատ դյուրին, հեզ ձևով նկարել։ Այո, կարելի է բարդ էլ նկարել։ Տեսեք, ինչ ավանակ իշուկ, առանց պոչիկի, հոպ, այսպեսի մի պոչիկ ենք նկարում քո ավանակին, ու վրցնի նման վերջույթով, այսպես, բայց հետաքրքիր առաջադրանք տվեցիր ինձ, Սանչո, ինչ շատ դուր եկավ, հիմա ուզում եմ քո հերոսին ընդգծել, հաստ, սև, կախարդական մատիտով, ավելի լավ երևալու համար։ Այո։ Գնացինք, ականջներից ենք սկսում, այսպես, այսպես, կոպերն էլ կընդգծեմ, դունչիկը, մի քիչ ժպտերես, ուզում էի մտախոհ նկարեի, բայց քանի որ դու ասացիր ժպտերես թող լինի, գուցե նա շատ է ուրախացել, որ իր տերը, Պոնչո Սանչոն որոշել է, որ իր ավանակին ուղարկի Եգիպտոս հանգստանալու։ Այո։ Շատ ապրես, ամեն տեր չէ, որ այդպես է մտածում։ Դե ես ախր նա շատ մեղք է, իմ քաշը հաշվի առնելով երեխաներ։ Այո, շատ ապրես դու Սանչո, ապրես դու, տեսեք, ընդգծեցի նաև խալաթը, իմ փոքրիկ բարեկամներ, այսպես, հիմա պոչիկը մի քիչ դժվար է ընդգծելը, բայց կընդգծենք, այսպես, շատ ապրեք, մատիկները, էլի ընդգծում եմ, անցնում ենք աջ ձեռքին, մատիկներն եմ ընդգծում, հետո սուրճի գավաթը, իսկ դու սուրճ սիրում ես։
Ոչ, ես սառը թեյ եմ սիրում ավելի շատ։ Իսկ ավանակը սուրճ է սիրում, հա։ Այո, մենք մի փոքր տարբեր ենք այդ առումով։ Իսկ գարի սիրում է։ Գարի։ Գարի։ Ոչ։ Իսկ ինչ է ուտում։ Ադիբուդի ինձպես։ Ահա, շատ լավ է, ապրես լավ է սովորեցրեք հոյշուկին։ Այո։ Ոտքերն էլ ընդգծեցի, Սանչո։ Հողաթափիկները երևի ոտքերի տակ ստվեր կդնենք, այսպես, ու կներկենք։ Լավ, եկեք խալաթն էլ ընդգծեմ, շատ արագ պետք է ներկենք։ Ինչ գույնով ենք հոյշուկին ներկելու։ Հոյշուկի շագանակագույն է, չէ։ Այո։ Դա, ինձ տուր, Սանչո շագանակագույն մատիտը։ Մեկ րոպե, շագանակագույն, ահա։ Ես երբևիցե այսպիսի առաջադրանք չէի լսել, բայց քանի որ Սանչոն իմ լավ բարեկամն է, ցանկացել է իր իշուկին նկարեմ եւ որոշել է, որ իր իշուկին պետք է հանգստյան ուղարկել։ Շատ է չարչարում, ախր մեղք է, սիրելի փոքրիկներ։ Իմ ակաշները ներկեցին, աչքերը եզրագծում ենք, որպեսզի սպիտակ մնա, ամբողջովին չեմ ներկում, տեսեք, դունչիկը սպիտակ եմ թողնելու։ Այ այսպես, թեթև երանգով պարանոցը, կցքավանդակը, քանի որ բաց է, այսպես, եւ Սանչոյի շագանակագույն իշուկը պատրաստ է։ Պոչը։ Պոչն էլ ենք ներկելու, ձախ ձեռքը ներկենք, Սանչո։ Ձախ ձեռքը, ինչպես նաեւ ոտքի այս մասիկը, մինչև հողաթափիկները։ Անցնում ենք պոչը ներկելու։ Շատ լավ է, Սանչո, ինձ տուր արևի գույնը։ Արևի գույնը։ Այո։ Շատ լավ։ Ճիշտ եմ հիշում, չէ՞։ Այո։ Նա գիտի, որ արևը դեղին է։ Այսպես, երանգավորելու եմ ականջները, պարանոցը, մի քիչ դունչիկը կընդգծեմ, բայց թող դունչիկը մեր ավանակի սպիտակ մնա, սիրելի փոքրիկներ։ Այսպես, դու որոշի խալաթը ինչ գույնով ենք ներկելու, Սանչո։ Միգուցե Միգուցե։ վարդագույն։ 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 Դու վարդագույն ներկենք, քո ավանակն է, ինչպես ցանկանում եք։ Այո։ Խալաթը, սիրելի փոքրիկներ, ներկելու ենք վարդագույն։ Այսպես։ Էլի, ինչպես միշտ ձեզ ասում եմ, պետք է սիրելի փոքրիկ բարեկամներ, պատկերը ընդգծել, որպեսզի գունավոր մատիտներով դուրս չգանք պատկերից։ Սա է խալաթը։ Ես սպիտակ մասերել եմ թողնում իբրև ծալքեր, փայլեր։ Շատ լավ միտք էր։ Ինձ դուր եկավ քո միտքը, Սանչո։ Շնորհակալություն։ Ես մտածում էի, դու պետք է ասեիր, «Քյուրի, ինձ համար նկարի համբուրգեր կամ ինչ որ մի ուտելիք»։ Բայց դու որոշեցիր նկարել քո լավ բարեկամին, ավանակին։ Որոշիր սուրճի բաժակը ինչ գույնով ներկենք եւ հողաթափիկները։ Սուրճի բաժակը նարնջագույն։ Այո, նարնջագույն։ Հողաթափիկները որոշիր։ Հողաթափիկները կարմիր ինձ թվում է։ Կարմիր։ Այո։ Ուրեմն կարմիր կներկենք։ Այսպես, շատ լավ է։ Ապրես դու, Սանչո, ուր է կարմիրը։ Ալե, հոպ։ Իսկ հողաթափիկները ներկում են կարմիր, սիրելի փոքրիկներ։ Իմ կոշիկների պես։ Այո։ Տեսեք, դուք էլի ձեր մանկական երևակայությամբ նկարը կարող եք շարունակել, քանի որ մեր եթերային ժամանակը քիչ է։ Էլի բնություն նկարել, գուցե Եգիպտոսի բուրգերը նկարենք։ Արևը։ Բայց մեր եթերային ժամանակը շատ քիչ է, Սանչոին խնդրել ենք կանաչ մատիտ տալ, մարգագետին կանաչ ներկենք։ Այո։ Ապրես, Սանչո, գտիկից ներքև, սիրելի փոքրիկներ, այսպես կանաչ ենք ներկում։ Նաև ձեր իշուկը սկսում է ոչ թե ձեր, Սանչոյի ձեր իշուկը։ Սանչոյի ձեր նկարած իշուկը։ Չէ, ավելի ճիշտ Սանչոյի իշուկը, որը նկարել եք դուք։ Այո։ Ասում եմ, Սանչո, ինչքան է Վանաձոր քաղաքի փոքրիկների բախտը բերել, որ մենք այս տարի նոր տարին անց ենք կացնելու Վանաձորում։ Այո, դեկտեմբերի 24-ից 30-ը։ Ուղիղ ժամը 12-ին, 14-ին եւ 16-ին։ Լավ, ինձ բաց կապույտ մատիտն էլ տուր, երկինքն էլ մի քիչ կապույտով ներկենք։ Ավարտենք։ Սա 1, սա 2, սա 3։ Շատ ապրես, Սանչո ջան։ Տեսեք, եզրագծում ենք, որպեսզի իշուկը լավ երևա, նրա վարդագույն խալաթը շատ լավ երևա, նույնիսկ սուրճի բաժակը։ Իսկ դեկտեմբերի 14-ին Բոհեմ թատրոնում ուղիղ ժամը 18:00-ին սիրելի երեխաներ, մենք ձեզ կսպասենք մեր մրցանակաբաշխության համար։ Այո, դա ինչպես Սանչոն ասաց, սիրելի փոքրիկներ,
դեկտեմբերի 14-ին Քերի Մուլտիկնիկը, Սանչոն, Ձմեռ Պապը, կրկեսային արտիստները, փոքրիկ երգիչ-երգչուհիները, պարային խմբերը ձեզ բոլորիդ հրավիրում են Բոհեմ թատրոն ներկա գտնվելու Մուլտիկնիկ 2025 ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա ուշադրություն Սանչո 15-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը։ Ես արդեն ավարտում եմ։ Դու երեխաներին մի փոքր զբաղեցրու։ Այսպես։ Երեխաներին զբաղեցնեմ, ինչ անեմ, օրինակ այսպես անենք, երեխաներ, հետո այսպես, հետո այս։ Բայց չէ, նրանք չեն կարող, քանի որ ներկում են, Սանչո, ուղղակի խոսի։ Մատիտով ինչպես այդպես անեն։ Լավ է, մի քիչ դերին խառնեմ, խալաթին, այսպես երանգներ տանք։ Շատ սիրուն ստացվեց քո իշուկը։ Ես այս նկարը կնվիրեմ քեզ, կտանես, կտաս իշուկին։ Եղավ։ Դե ինչ իմ փոքրիկ բարեկամներ, ահա եւ ավարտեցինք եւս մի նկար։ Այսօր ձեզ հետ միասին Սանչոյի առաջադրանքով նկարեցինք Քերի Մուլտիկնիկի օգնական Պոնչո Սանչոյի իշուկին։ Այո, ժամանակն է հրաժեշտի, նորից ուզում եմ հիշեցնել, որ իմ օգնական Սանչոն, Ձմեռ Պապը, Քերի Մուլտիկնիկը, մուլտաշխարհի բոլոր հերոսները, հեքիաթային հերոսները ձեզ հրավիրում են Վանաձորի տիկնիկային թատրոն։ Երբ? Դեկտեմբերի 24-ից 30-ը, ուղիղ ժամը 12-ին, 14-ին եւ 16-ին դիտելու ամանորյա երաժշտական հեքիաթ կախարդական վրձինը ներկայացումը։ Բրավո։ Շատ արագ ասենք, էլ որտեղ ենք հրավիրում, արդեն Երևան քաղաքի փոքրիկներին։ Այո, դեկտեմբերի 14-ին Բոհեմ թատրոնում ուղիղ ժամը 18:00-ին։ Ահա, հրավիրում ենք սիրելի մեծեր եւ փոքրիկներ, Մուլտիկնիկ 2025 ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա ուշադրություն հոբելյանական 15-րդ մրցանակաբաշխությանը։ Սպասում ենք, Տոմսերի համար կարող եք զանգահարել tomsarkis.am 060 27 60 00 հեռախոսահամարով։ Իսկ Վանաձորի ներկայացման համար ինչ համարով պետք է զանգեն 033 04 12 44 հեռախոսահամարով։ Ժամանակն է հրաժեշտի։ Քերի Մուլտիկնիկը իր օգնական Պոնչո Սանչոն ձեզ հրաժեշտ են տալիս հանդիպելու ակնկալիքով։ Դասած տեսություն, որ ասենք կախարդական խոսքը։ Այնտեղ Հաջողություն։ տեսություն, այլ բուլ դա տրանք։